ես իմ զգացմունքներից։ Վախենում եմ ինձ խոստովանել այդ տղային տեսնելու իրական պատճառները։ Ինչ եմ ես այս գողեգող հանդիպումներից ինձ բավարարված զգում։ Ասես քաղց եմ զգում այդ տղային տեսնելուն, թեկուզ աչքերին նայելու ձայնը լսելու քաղց։ Տարօրինակ է։ Այն ժամանակ էլ կար այդ քաղցը, երբ դեռ չգիտեի, որ նա իմն է։ Այդ ատելությունն իրականում արյան կանչն էր, որ ես խլացրել էի հոգումս։ Ոնց որ չափից շատ եք, հա, կապնվել ես վայրի հետ։ Գուցե վայրին, գուցե մարդկանց։ Հետևում եք մեզ։ Կավլիցի տղա ջան։ Դրա համար հատուկ մարդիկ կան։ Աշխատավարձ են ստանում, դա իրանց աշխատանքն է։ Ինձնից ինչ հետևող։ Թույլ կտաս իջնեմ։ Երկակի խաղեր, կեղծ բաներ։ Այդ ամեն ինչը իմ համար չի։ Եկեք մեկ ընդմիշտ որոշենք, թե մենք ինչ ունենք իրարից ստանալու կամ պահանջելու։ Իսկ դու ինչ ես կարծում։ Եկեք կարծիքների վրա չհիմնվենք, խոսենք պարզ ու շիտակ։ Ես ձեզ, ձեր աղջկա սիրտն եմ պարտք։ Երախտապարտ եմ նրան։ Բայց դուք մի բան լավ իմացեք, որ ձեր տղան էլ ինձ է պարտք։ Կարաս բերանդ փակես լռես չխոսես ընդհանրապես։ Ես իմ պարտք ու պահանջները ներկայացրեցի։ Հիմա ժամանակն է, որ դուք ասեք, թե դուք ինչ եք ուզում ինձանից ու իմ ընկերներից, ինչի մեզ հանգիստ չեք տալի։ Որքան գումարած ես հարկավոր քեզ եւ քո ընկերներին, որpիսի ես երկրից բացակայեք։ Ինձ թիվ ասեք։ Ասեք, ինչքան գումար է պետք։ Այս ձեր թեարանն էլ վաճառեք։ Գնացեք ուրիշ երկիր, ես ես այնքան գումար կտամ, որ այնտեղ ռեստորան կարող եք բացել ու աշխատել։ Մենք չենք վաճառվում։ Թե ճակատներից ուրիշ բան է գրած։ Մի բորբոքվի տղա ջան ու չարությամբ մի ընդունիր առաջարկս, խորհրդակցի ընկերներիդ հետ։ Մենք խորհրդակցելու ոչինչ չունենք։ Թե ուզում եք մեզնից ամբողջովին ազատվեք։ Չի ստացվի։ Այդպիսի բան չի լինի։ Տղա ջան, այդ ագրեսիվությունդ մի կողմ դիր, որ հանգիստ խոսենք։ Ի զարմանս ձեզ, կան մարդիկ, ովքեր չեն վաճառվում։ Անկախ գնից։ Հաշկից դու ինձ լավ չհասկացար տղա ջան։ Ես ձեզ ինչ տղա։ Ձեզ Բալայան Սպարտակի պես տղա ես ասում։ Քո անդաստիրակությամբ դու ինչ ես տիպի քեզ կոպտել։ Թույլ տվեք խոսքս ավարտեմ։ Մարդիկ կան, որ աճուրդի չեն հանվում։ Ու ժամանակն է, որ հարուստները ազատվեն իրանց բանաձևերից։ Տղա ջան, ես քեզ մոտ ազնիվ եմ գալիս։ Իսկ դու ինձ զենքով ես դիմավորում, դա ճիշտ չի։ Դուք ձեր ամեն այցով ավելի եք տրամադրում ինձ ձեր դեմ։ Ու ես հասկացել եմ, փողը գողանում է մարդու հոգին։ Ընտանիքից վիրավորելով քեզ ես իմ աչքից գցում։ Պեկ Նազարյանն ազգանունն ատելով ոնց կարող ես դու ինձ սիրել։ Քեզ գշի պես սիրում եմ անկա, բայց մեկը այդ սերն էլ չի օգնում, որ հորդ հանդեպ ունեցած ատելությունը բթացնեմ։ Ինչքան էլ չընդունես միևնույնն է։ Որդիդ կիսով չափ Պեկ Նազարյանը։ Էմիլի ջան, բալես, պետք չէր Սպարտակի հետ վեճի բռնվել։ Սպարտակն աննորմալ է։ Իսկ միջև իմ իջնելը դուք էիք վիճում։ Աղջիկ ջան, բայց ես մեր վեճը սրտիս մոտ չեմ ընդունել։ Իսկ դու ինչ բարձրացել ես, միայն լաց ես անում։ Որովհետև Սպարտակը իմ հորն է վիրավորել, իմ ընտանիքը, ինչը ես չեմ ուզում հանդուրժել։ Ախ, քո օրալնդը նայ ոնց է պաշտպանում արա։ Էմիլի ջան, Սպարտակն էլ է տանջվում ձեր վեճից։ Իսկ ինչի պիտի ձեր վեճից անմիջապես հետո Սպարտակը իմ հորը վիրավորեր, կասեք։ Արեսի շատ չի լեզվին տալի արդեն արա։ Բալես,
Սպարտակը քեզ այնքան է սիրում, որ նա փորձում է քեզ այս երևույթներից հեռու պահել։ Նա քեզ խնայում է, գնահատիր դա։ Խնայում է ինձ։ Իմ այս վիճակին իմ գլխին այսքան բան բերելով դեռ խնայում է ինձ։ Երևի խնդիրը իմ մեջ է, որ չեմ գնահատում դա։ Այս աղջիկը կհասնի նրան, որ ես էլ կբարձրաձայնեմ, թե ով է իրականում իր հայրը։ Մամա ջան ներս գնա, հա։ Սպարտակ, Մամա ներս գնա։ Եմ կարի ներս մտնենք։ Իմ կան իմ հետ կգա, մամա։ Միայն թե մի մոռացիր նրա վիճակի մասին ու այդ լեզուտ էլ ատամների տակ պահիր։ Կգնաս, մամա։ Մի անգամ էլ ականջս ընգե, թե ոնց ես խոսում մորես հետ ձեռից ես չես բարձունի, եղավ։ Ինչ ես անելու։ Քեզ անհարմար մի զգա իմ վիճակից, ցույց տուր քեզ։ Բերանը թփագի ու մի առիթավորվի եմ կա։ Օրա լինում, որ դու անտանելի ես դառնում։ Դու Ու որն է դրա լուծումը։ հաստատ ոչ հորդ տուն գնալը։ Դրանով ոչ մի բան ոչ կլուծես, ոչ է կհարթես։ Բերանը թփակ բայի ու դիմացի։ Դու դիմացկուն աղջիկ ես, կդիմանաս։ Ու դու այսքանից հետո ուզում ես ես հավատամ, որ դու դեռ անհանգստանում ես իմ վիճակի համար։ Գնա ներս։ Իրականությունն է նա, որ այդ քո վիճակն է ինձ պահում, որ հիմա սենց եմ։ Դեբիլ։ Լավ է, այսօր Կարոն կեսից եկավ։ Հա, թե չէ օգնել էի։ Դու տանուն էլ լրիվ դες դրել եք շեֆի տեղ։ Վիտուս, Երանի այդ պահն նորից զգայի։ Որ պահը։ Բեն, խփելու պահ, Վիտուս։ Ես երկեի ինքը խփեր։ Ես երկեի ինքը խփեր։ Հələ դու չես սիրահարվել։ Դու կոնկրետ ցնդել ես։ Ամենայն դեպս ես իմ համար նոր բան բացահայտեցի։ Մտահոգվում էի, չէ՞, ընդհանրապես չէի սիրահարվում, ոնց որ մոտս մի բան այն չլներ։ Հիմա հասկացա, որ քո մոտ ամեն ինչ նորմալ է։ Մնաց հասնեմ իմ լացկանին, որ ինքն իմ սիրտը չկոտրի։ Բայց որտեղից պետք է իրան գտնես։ Նենց բան չես արել, որ ինքը էլի գաստեղ։ Կգտնեմ, հաստատ կգտնեմ։ Սրտով կգտնեմ, ես զգում եմ, որ գտել եմ իմ կեսին ու երբեք բաց չեմ թողնի։ Այ եղավ ապեր ջան։ Արա տանուն ուր գնաց մնաց է։ Տանոն չի կորի, մի մտածի։ Դու ավելի լավ արի մի հատ ես երկեմ, դու լսի ու գնահատական տուր, հա։ Եթե իմանայի ասում եմ գործերներս հենց լավանա, ստեղ մի հատ գողտրիկ անկյուն կզարկեինք երգերաշտության համար։ Ես էլ կերքեի, էդ էլ կլներ իմ ֆիրմիննի երգը, ինչ ասիր։ Ով ես արա, ով ես որ իմ աղջիկը փաստես, այդ թուլա։ Աղջիկը դմակ ու բախներ չի բեր, լասում ես։ Միշ ջան, պապատ հասկացավ, որ մեծ սխալ է գործում, քեզ ու բաբին բաժանելով բալես։ Մամ ճիշտն ասա, դու ես պապային աղաչել պաղատել։ Չէ հա, մամել եմ վառել։ Ուղղակի բալես ես պապային։ Մեկնաբանեցի ճիշտ քո ու բաբիի միությունը, այսինքն դրա անհրաժեշտությունը ինքն էլ համաձայնեց։ Բա։ Մամ կարող է պապան իր համաձայնությունը տվել ամուսնության հետ կապված։ Բայց դժվար թե ինքը բաբիին այս տանը տեսնելու ցանկություն ու մտադրություն ունենա։ Վայ։ Միշիկ ջան, ասել հերդ, հո դու դեբիլ չես, բալա ջան։ Այդ ղաուր ես գնում, սպասի, համել խոսում եք։ Պապա, ոչ միայն դեմ չի, այլ նաև կողմա, որ դու ու բաբին ամուսնանաք։
Վայ մեռնեմ ջանի, դու ուրախացար։ Դե ես գնամ տուն, դու էլ թռի բաբիիդ հետևից, եղավ Ազիզ ջան։ Մի բան էլ ասեմ, էլի միշ, հերդ ոսկի սիրտ ունի, համա մենակ իրա վարդանուշնա, էտ ամեն ինչի հասկանում։ Դե ես թռամ, մամա ջան։ Թռի բալ ես, թռի։ Յա, Զավեն ջան, բարի օր։ Հանգիստ նստի, խնդիր չկա, ներս չհրավիրես, չեմ գա, համ ժամանակ չունեմ, համ էլ մաքուրոտին շատ ավելի ճիշտ է զրուցելը։ Ուղեղդ ավելի լավ է աշխատում։ Հետո դե մաքուրոտ է էլի ամեն դեպքում։ Ես քանիցս հանդիպել եմ տղաներին։ Այդ տղաներ ասելով ու նկատի ունես։ Սանիկներիդ։ Ես վերջնական գտել եմ թորանս։ Հիմա ինչ, Զավեն ջան, կանչել ես ինձ որ էդ ասես։ Ախպեր չեմ հիշում երբ էր, երևի մի երկու ամիս առաջ մեր վերջի հանդիպումը, էլի այդ նույն բանն է իր ասում, Սանիկից գտել եմ, դաժե անունն է իր տալիս։ Գնում եմ տղաների թեյարան։ Էй գիտի, ինչ էին, ինչ դարձան, սեփական մոծակն ինչա չունեին, հիմա խնդրեմ, այստեղ են իրանց հասցրեց այդ պարքին, այստեղ են։ Ասածս ինչա, որ ես հանդիպում եմ տղաներին, շփվում եմ տանոյի հետ, բայց ոչ մի բան չեմ ասում։ Հիմա դու այդ բոլորը ինձ ինչի համար ես ասում, Զավեն ջան, կարող է գիտես ես քու Խոստովանա հայրն եմ։ Ուզում եմ իմանալ, ով է թորանս մանկատուն տվել։ Ինչի։ Դրոշակն առած վազում եմ, աղջիկս մահացել է, Արտաշիրի մում արեք, բայց ես ապացույց չունեմ, որ աղջիկս չկա։ Զավեն ջան, դու հաստատ ինձնից խառն ես։ Եթե իմանամ, ով է երեխուն մանկատուն տվել, կհասկանամ, թե ինչքան է աղջկաս մահացած լինելու հավանականությունը։ Զավեն ջան, քու խելքն ու հիշողությունը գնալովի գալովի է։ Ես քեզ երբ եմ ասել, հիշում ես։ Քո թորանը մանկատուն հանձնելը Բալայանների շոֆեր 52 տարեկան Արտուրիկը։ Այ հենց այդ օրվանից էլ սկսվեց ամեն ինչ։ Մեր ընկերությունը, մեր մեծ ցանկությունը արդարությունը վերականգնելու, բայց մնաց կիսատ։ Գիտես ինչի, որովհետև իրար թև ու թիկունք չեղանք։ Այսինքն, եթե աղջիկս ողջ լիներ, Բալայանների աշխատողը թորանս մանկատուն չէր տա։ Ասեմ ավելին, ուրեմն հենց իրանք էլ կերել են Անժելի գլուխը։ Այլապես ոնց պիտի երեխուն գցեին մանկատուն։ Բաց ավտ տանեմ, դառը ճշմարտությունը քաղցր ստից լավ է։ Մամ, ուզում եմ զանգեմ պապային, գա ինձ վերցնի։ Ինչի համար։ Մենք այն օրը պայմանավորվել էինք դասերից հետո տեղ գնանք։ Ուրեմն լսի ինձ ուշադիր։ Դու ոչ հորդ ես զանգում, ոչ է որոշում եք ինքնագլուխ ինչ-որ մի տեղ գնալու համար, լավ, ինձ պետք է հարցնես նոր։ Մամ, բայց ինչի համար։ Ձեր հանդիպումները առայժմ կդադարեցվեն, իսկ հետո կտեսնենք ոնց կլինի։ Մամ, ինչի ես սենց անում։ Ժակլին ինձ նյարդայնացնում է քո հակառակվելու ու անիմաստ հարցեր տալու սովորությունը։ Մեկ է, այս անգամ դու ինձ ու պապային չես հեռացնի իրարից։ Սպարտակն ինձ արդեն ամեն ինչ պատմել է։ Գիտեմ, որ մեղադրելու ես, բայց ոչ այսօր ի վիճակի չեմ։ Ոչ այսօր, ոչ վաղը ես քեզ չեմ մեղադրի ու քեզ հարցեր չեմ տա, բայց ձեր պայմանը ինձ համար
Ուժի մեջ չի լինի։ Ես շարունակելու եմ տեսնել իմ թոռանը։ Ռենա, Ինձ ոչ ոք չի կանգնեցնի։ Դուք իրար դիմաց կարող եք դնել ձեր պայմանը ու իրարից պահանջել դրանց կատարումը, բայց ոչ ինձնից, Յուրա։ դա ժամանակավոր է, Ռենա։ Սպարտակն էլ նույնն ասեց, բայց ինձ համար ոչինչ չի փոխվել։ Ես հենց վաղնևետ գնալու եմ թորանս տեսնեմ։ Ու թող կարպիչը ինձ խանգարի։ Պարկում ես քնելու։ Ինչի՞։ Սպարտակի հետ խոսա։ Անեցա կատաղած կարպիչի վրա, որ ինչ եկել է, այդ երեխու հետ իրար ուտում են։ Կարող է դի կնգանել ագնաց է պատմել կարպիչի պայմանի մասին։ Չէ։ Վիճակը հաշվի է առել, բայց դա իրան չի խանգարում գոռալ ու այդ երեխուն լացացնել։ Թողան ինչ ուզում է։ Մենք մին ինձ ազատես ամեն ինչից։ Սա խնդիրները թափվել են գլխիս։ Բաբի, ճիշտն ասած, մոտոտ ուրախություն չնկատեցի։ Լսի ուրախ չես։ Միշ, ուրախ եմ, ուղղակի ինչ կլինի, որ եթե անգամ ամուսնանամ, առանձին ապրենք։ Չէ, դու ոնց որ ամուսնանալ չես ուզում, բաբի։ Քո խնդիրը հենց այդ է։ Միշ, ես ամուսնությունից եմ վախենում, բայց այնպես էլ չի, որ չեմ ուզում։ Բաբի, լսի, եթե դու գտնում ես, որ ինձ չես սիրում, ու չես էլ սիրի, ավելի լավ է մենք ընդմիշտ փակենք ամուսնության թեման։ Միշ, եթե ես քո նման լավ մարդու հետ չամուսնանամ, էլ կյանքում չեմ ամուսնանա, դու դա ես ուզում, հա? Լավ, ասա տենամ դավոյին ինչ առնենք։ Խռովել ենք։ Մի խոսա ինձ հետ։ Ինձ մի ասա, ես ինչ անեմ։ Այդ դեպքում խոսա։ Դու մենակ դրա իրավունքը ունես։ Հենկա շատ ման չգիտես, անենց որ ձենդ կդրի նստի տեղդ, հա։ Այդ դեպքում դու ասա այն ինչ որ գիտես։ Վիճակս հաշվի մի առ։ Վիրավորելուց շատ լավ մոռանում ես, թե ինչ վիճակում եմ։ Ասա ինչ չգիտեմ, ու ինչ պիտի իմանամ լեզուս կարճանելու համար։ Այ տոնը դուրս չի գալիս եմ կա։ Դրիվ կուրծրել ես հարգանք բան, մորս ձև խոսալա ձևդ, իմ հետ։ Ու խնդրում եմ ընենց ինձ է չմեղադրես, յանի դու էլ չես հարգում մերոնց։ Ու ես տեմպերով միջավուր են գնալու։ Ինչ ամ է սպասվում։ Արդեն ասեցի, որ քեզ չի ուզում նեղացնել, պրոստը լեզուտ կարճ բայ, այդքան բան։ Չէր ուզում նեղացներ, բայց ոնց որ միշտ ստացվեց։ Ինքը կարաս չջղայնացնես էլի, հանգիստ նստած եմ։ Տանո, ես քեզ ասում եմ պետք չի, մի զանգի։ Լավ անում, դրան հասնում է, թո զանգի։ Այդ վերջերս ինչ որ շատ ես, հա, անհանգստանում դրա համար։ Պա, դու գիտես զանգի ու սկսեք նորից իրար ուտել։ Մենք իրար ուտենք, թե իրանք հեր ու տղա իրար ուտեն։ Ալո։ Ալո։ Բարև ձեզ։ Այն օբյեկտի տղեն է, տանոն է։ Արայ, բոմշ, արա ես քո արա։ Բայց ինչի տենց վիրավորական, ես քեզ չվիրավորեցի, չէ։ Արայ աննասունով ես դարը, որ զանգես ինձ, հա արա։ Թե նենց իրոք նես ջոգել ես օբյեկտի տեր տախա ես, արա։ Էդը տենց է, դրանում մի կասկածի։ Դեբիլ, դու էլ չես իմանում ինչի մեջ ես քեզ գցում եւ ում հետ։ Չէ, իրականում նայ, զանգել եմ, ասեմ, որ եթե նեղնես, մենք կանանք քեզնից տարած փողերը հետ վերադարձնենք։
Արա ես ջոկելս խշում ես վրես, արա, հա? Չէ, նոր հովանավոր ենք գտե։ Ու ինչքան փող պետք է, այդքան տալիս է։ Յա, այդ ինձնից շատ ես դեմներդ քոթիկի պես գցում, արա։ Պապատ, դերա քարապատիկն է մեզ առաջարկել։ Ասիլը ով արա։ Պապատ, Յուրի Բալայանը քո պապան չի, թե դու Վերսնովի ես։ Մեր նոր հովանավորը քո պապան է։ Ու ինչ թիվ ուզենք, ինքը պատրաստ է տա։ Ռե տարիֆը երևի մեռավ իմ այնտեղ։ Ագնես ջան, իմ քայլը նահանջ էր մի որոշ ժամանակով։ Կարելի է ասել Կարպիչը նորից գրոհում է, հա։ Փորձում։ Իսկ ինչի դիմաց նրան համաձայնություն տվեցիր։ Կարծեմ ինչ որ մեկը ինձ ասել էր, որ նրան ընդհանուր գումարին մոտ չթողնեմ, չէ։ Ես նրան ընդառաջելու համար իմ պատճառներ ունեմ, Ագնես։ Իսկ ինձնից ինչ ես սպասում։ Ընդհանրապես տեղեկացնում եմ, որ Կարպիչը պետք է մեր ընդհանուր բիզնեսից փող վերցնի։ Իմ թույլտվությունը ունի, ես տվել եմ համաձայնություն։ Կներես։ Այդ աջան։ Մենք չպայմանավորվեցինք, որ մեզ հանգիստ ենք պահելու։ Ներվեր չեն քայքայելու։ Մինչև են երեխան ծնվի։ Իսկ մերը դե ասում է, որ ամբողջ օրը խեղճ կնոջդ նեղություն ես տվել։ Ճիշտ է, որ դու այդ բոմժին փող ես տվել կամ էլ առաջարկ է։ Հա, պապա։ Ասա տնամ այդ ճիշտ է, հա։ Դու այդ բոմժին, այդ չմոյին, այդ ոչխարին, այդ փրչոտին փող ես տվել, հա։ Ո՞վ է քեզ ասել դրա մասին։ Այո, լսարև։ Պարզա արդեն, պապա ջան։ Քո այս ձևից պարզա, որ դա ճիշտ է։ Դեպրեսիայի մեջ մինգի դուրը փակի։ Փակի դուրը խոսենք։ Դու ինչ խոսամ է։ Լսեմ ոնց ես գնում ինձ այդ անասոնի մոտ ստորացնում, պապա։ Ո՞վ է քեզ ասել։ Դու հենց ինքը իրա բերնով ասեց, այդ չմոն։ Այդ շուշուտ ես, հա, գնում գալի մոտը, կապվել եք, հա։ Երևի այն ապորինի տղուտ կարոտն ես իրանից առնում, հա, պապա ջան։ Լանքո դեմի տող գլուխը կծախվի։ Ինչի եք վիճում, ինչ ա եղել։ Հա, դուրը չի գալի, հա, ճիշտ է։ Աշկիս դու ես այդ Կարպիչ այդ բոմսանիկներին լարե, հետո հավաքել ես կողքդ։ Երևի դառել ես իրաց նոր քավոր, հա, պապան։ Աշկիս փողմող ես տալի, բան ես անում, վաղը միսօր մեր տուն է կբերի կտանի, օրս արև։ Սպարտակ, ում մասին ես խոսում։ Մամա ջան, Կարպիչի բոմսանիկի են, որ պապաս քրոջը սրտով բրգել է։ Ու հիմա երևի ուզում է բերի մեր տունը պահի, բայց ես չեմ թողի, պապա ջան։ Մի րոպե մամա։ Ստարտես սպասի։ Յուրաս։ Այդ երբ ես լսելու, մարդկանց լսելու տղամություն, երբ ես դեր բերելու։ Մամ, ինչ ա եղել։ Էմիլի ջան, դու մի չի, բալես։ Բայց մամ, ոնց չի, չնեմ։ Սպասի, Սպարտակ, սպասի այդ տղա։ Սպասի, ուր ես գնում, սպասի, ես չեմ կարող ես թողեմ, այս վիճակով տանից դուրս գաս։ Դու ավելի լավ է գնային տղուտ համար անհանգստացի, պապա ջան։ Իսկ ես քո լիքը հարցերում եմ բարձելու։ Սպասի այդ տղա։ Զգույշ, Էմիլի ջան, զգույշ։ Յուրա երեխեն ինչ եղավ։ Դու շորերս դուրս թե երեխեն ուր գնաց։ Ջանդամի տակ գնաց։ Սպոք։ Սպարտակ։ Բեկնազարյաններն էին, չէ, սիրարանցման պատճառը։ Էմիլի ջան, ինչքանով ես հասկացա, պապայից սանիկներն էին պատճառը։ Սպային զանգ եկավ ու բայց ուր գնաց։ Չպետք է զանգեր ու քեզնից գող խոսային։ Այդ իմ կարծիքն է, տանոջան։ Ոչինչ, լավ,
Թող մի անգամ էլ ես քո կարծիքը հաշվի չառնեմ։ Այդ երբ ես հաշվի առել, որ հիմա էլ հաշվի չառնես։ Դուրս չեք գալիս։ Չէ, ինչի դու գնում ես։ Ինչի դուք մնում եք։ Ես որ հա, դու վիդեոկին վերցրու գնացեք, ես մնամ մի քիչ հաշվարկ կանեմ, հետո դուրս կգամ։ Ես եմ մնում։ Մնա Վիտուշ ջան, մնա։ Թե չէ կարողա հեսա մի քիչ ուշ ցանկություն հայտի Բալայանս տոնել գնա։ Ես էլ գնամ մի քիչ ֆրֆրամ։ Հաստատ։ Գնա ֆրֆրը։ Այդ քեզ պետք է դու սիրահարված ես։ Մեկին պետք է գտնես, չէ։ Հələ պասի ես մեկին հորով անենք, նոր երկրորդի մասին մտածենք։ Դե գնա դու էլ հաշվար կտարա, ես այստեղ հավաքեմ։ Վայ, քնեց։ Դե դուր տանը պարկաշ։ Հա, և ուրեմն ուզում եմ անպայման նշեմ, որ ամեն վատի մեջ պետք է լավը տեսնենք։ Այո։ Մալադյեց։ Ինչ խելոքայի Մարտուշը։ Մաքսիմիլյանս, որ Արթուրն էր, հիմա կասեր տատի դու առանձնապես հայտնություն չարեցիր։ Քավոր։ Հա։ Կտաս երեխուն գրկեմ։ Արա կարողա գիտես քու խաղալիքն արա կտաս գրկեմ, չէ չեմ տալիս։ Այդպես բան։ Պապ, Դավոն երեխու հետ կապված է ու Արա Միշիկ դու մի խառնվի։ Ես ու Ապորինին խոսեցինք, իրար հասկացանք։ Դու իզուր տեղը լավամարտ մի խաղա։ Դե չթողեցիք է, վայ միտքս ավարտեմ։ Ասածս ինչա, հա, որ ուզում եմ ասեմ, քանի որ ձեր ամուսնությունը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, երեխեք ջան։ Հա, բայց դրա հաշվին ինչ եղա։ Ժամանակ շահեցիք։ Ժամանակ, եւ որի արդյունքում էլ հասկացաք, ասենք, ոնց ասեմ, համոզվեցիք, որ սիրում եք իրար համար եք ստեղծված եւ որ ընտանիք կարող եք կազմել։ Հիմա դե վատի մեջ լավը որն էր։ Հիմա որ Միշիկին հարցնեմ բալես հարսանիքի օրը երբ է ուսերնա թափ տալու։ Ազժան դու օրը կորոշես ու ինձ անպայման տեղյակ կպայես։ Քավոր։ Սաղ իմ սանիկները մոռացան իրանց քավորին, դու դեռ առոք-փառոք քավոր ես խաղցնում։ Քավոր, իսկ դու ուզում ես, որ ես ու բաբին տանը ապրենք։ Դավոսուս։ Ինչ ասեցի որ։ Հա ինչ ասեց այդ երեխեն։ Այ քեզ բան։ Մարդը քուրը ամուսնացնում, ուզում է բոլոր պայմաններին ծանոթանա։ Այլ ազիզ։ Համել երեխեն մտածում է, որ վերջի ժամանակները այնքան ջղայնացած էր իրանց վրա, որ կարող է հիմա էլ էլի։ Որ էլի ջղայնացած էի, հիմա իրանք ստեղ չէին ելնի։ Բան չկա, դու մի հուզվի ցավը տանեմ Միշիկ ջան։ Սենց տենեց փեսեն դու ես հարսի ինքը, դու ես իրան բարևելու։ Հա Միշ ջան, ցավը տան, պապան կատականում, պապան բալես։ Ջանուլիս գլխին վերջի ժամանակները այնքան պրոբլեմներ թափվեցին, որ խեղճեր հետ հումորն էլ ա կորցրել։ Իա, կարող է դու գտել ես։ Ախպերներիդ հետ հանդիպում ես։ Չէ։ Հա։ Դե ավելի ճիշտ ոչ այդքան հաճախ։ Դու ինֆորմացիային չես տիրապետում, ավելի լավ կլինի ձեն չեղնես։ Հանդիպում ենք, բայց առաջվա պես ամեն օր միասին չենք։ Լավ ա գործները։ Դե չեմ բողոքում, ասում են, որ ամեն օր լեփլեցուն է։ Բա ինչի քեզ չեն վերցնում այդ ռեստորանային բիզնեսի մեջ։ Կաչում են, բաբին չի գնում։ Պապ, ոնց որ շեղվեցինք։ Դա։ Այդ ախպերներդ ինձնից շատ են բողոքանում։ Իրանք միշտ էլ շնորհակալ են ձեզ ամեն ինչի համար։ Պաստորեն վաղուց չես հանդիպել ախպերներիդ։
Բոմժինն է յարա։ Զանգերը ինձ վրես խժում էր, հա։ Ու դրա համար պետք է հորս շնորհակալ լինեմ, հորս։ Անտաստիրակ լակոտ դուրս եկավ էդ։ Լակոտը։ Ոնց է երևում, որ բոմժի տասիրակություն աստացել ջեպգիրից։ Կամ էլ իրա գլուխն ա ծառավել։ Ինչ կա է, պապա, այդ խիեսը տենց կապվել ես հետները, հա, ջերմացել ես, հա, ավելի ճիշտ դրանց չէ, մենակ դրանց դոնի հետ, հա, շատ կապված եք, ուր ես գալի։ Դար այդ լակոտին նայ։ Էմիլի ջան, լավ կանես գնաս պարկես, քո հուզված վիճակը ինձ ավելի անհանգստացնում, բալես։ Զանգեք սպոյին, կարողա պատասխանի։ Ես չեմ կարող պարկել այն դեպքում, երբ որ ինքը այդ վիճակով տանից դուրս է եկել։ Բայց հեռախոսս, անցա։ Դեբիլ վիճակն էլ ուրախացել է, հա։ Գիտի տանոն լավ բան է անում, ինքն էլ ոգևորվում է կողից։ Սենց որ գնաս կբացվի է տանոյի բալայան լինելը։ Ես էլ ես, ու ես անգամ իզնից պրծում չունես։ Այս դու ոնց որ ինձ ավելի ուժեղ ես սիրահարված։ Ինչ? Ես քո շունն, հա։ Բայց ես թույլ չտվեցի, որ վերցնես։ Հա? Իսկ իր հայացքից ուրիշ բան է հասկացում, ոնց որ ուզում էր գար։ Հը? Ինչ Սուրշանը։ Շունիկը իմ գրկում ավելի լավ ազգում, չէ՞։ Լուր։ Իսկ քեզ ասել են, որ դու դաստիարակությունից ու շնորհքից զուրկ ես։ Հա, ոնց չեն ասել, հենց նոր դու ասեցիր։ Բայց օրինակ ինչի համար ես ինձ կոպտում։ Չի կարելի չեմ հասկանում ծանոթանալ։ Ոչ։ Ու դա իմ ցանկությունն է, որը կարելի է հարգել։ Այ իսկ ես ձևականություններ չունեմ։ Բախտին ժպտացել է, ես էլ ուզում եմ հասնեմ քեզ։ Կարայինք, չէ՞ չհանդիպեինք, բայց հանդիպեցինք։ Շունիկն էլ ինձ է հավանել։ Ու հետո լավ է, որ հիմա լաց չես լինում։ Ես առավոտյան էլ լաց չէի լինում։ Պիտի ասեմ, չվախենալով, որ կարող է առավոտվա ապտակը նորից կրկնվի։ Ես սիրահարվել եմ կյանքում առաջ անգամ ու դու ինձ արտահայտվելու հնարավորություն չես տալիս։ Ու եթե սիրտս կոտրես, կարող է ես էլ երկրորդ անգամ սիրահարվեմ, հասկանում ես։ Աուրա։ Ինչը։ Ապտակը։ Դավոն լավ հոգնեց։ Ձեր տանն էր արդեն քունը տանում։ Պետք չէր այդքան լարվել։ Հա? Քեզ դուր չէին գալիս պապա այդ ասածները, բայց պետք չի նեղվել։ Ես արդեն սովորել եմ։ Ես էլ արդեն կամաց սովորում եմ։ Ուղղակի ինձ նյարդայնացրեց են, որ պապան անվերջ տղեկից էր հարցեր տալիս ու իրանցով էր հետաքրքրվում։ Իսկ մենք ոնց որ դրա համար չէինք մեր տուն գնացել։ Տղերքի հետ լարված հարաբերությունները։ Չէի ասի։ Եթե այտենց լիներ, տղեկից այդքան չէր հարցնի ու չէր հետաքրքրվի։ Տղերքը վիրավորված էին իրանից։ Այս ողջ ընթացքում ինչ մտածել էր մեր մասին, շպրտեց տղերքի երեսին։ Իսկ իրանք պարտադիր չէր, որ այդ մասին քեզ ասեին։ Փակենք։ Վիդեո կովա։ Ես եմ արա։
Մայր խոսայր, խոսա եկել եմ։ Այդ որ դու եկել ես, ուրեմն դու հարցեր ունես։ Դավայ սկսի։ Անց մերմելը եկել, Գնա էլի ստեղից։ Սովոր։ Դավայ էլ այ փրչոտ գնա, աման չկա լավալը։ Սև փրչոտ կբերեմ գլխիդ, Վիճոկը լսպասի։ Սա իմ պրոբլեմն է, սա իմ հետ հարց ունի, հասկանում ես։ Արա ով ես դու արա, որ քո հետ մի հատ պրոբլեմ ունենամ, արա։ Հա? Վրե չած չես վեգալ է, արա։ Այդ դեպքում ինչի համար ես եկել իմ տարածք։ Այ արա, քո տարածք արա, սաղ կյանքդ քուչեկն է եղել քո տարածքն, ես վդրուկ տարածքի տեր եղակ, հա։ Արա դու ջոգել ես, որ կարող եմ մի օր առավոտը արթնանաս, ու ջոգես, որ լեզուդ կտրե տարել եմ, էլ չես կարող խոսած, բա։ Արա ես կորցրել ես լրիվ արա։ Լեթացերդ կեղտոտ քաշի։ Հնես մի երկու անգամ հորս հերվիս տեսել ես, խառնել ես, հա, սաղնից, չես ջոգում ովա դեմդ կայնած, արա։ Արա դու գիշերվա փորձակ չես գնա ստեղից։ Արա ջոգել ես, որ ես փարչակը քեզնից խելոք արա, ահա սիրտն է, ջոգել է, որ ձեր մահը մոտիկ է արդեն։ Վիճոկ, խնդրում եմ քեզ գնա ստեղից։ Տենամ ինչ ուզում մեզնից։ Հիշում ես այն մեր վերջի հանդիպումը, արա, որ ես բոյ դեմս կանգնած մեծ փրթում ես։ Ջոգիր այդ բոյդ ուր մտավ։ Արի հիշողությունների գիրկը դու մի ինգի, ու ասա տենամ ինչի համար ես եկե։ Եթե թեյ խմելու ես եկե, ասեմ, որ մեր թեյարանը փակ է արդեն։ Կարաս վաղը գաս, ես քեզ շատ լավ թեյ կհյուրասիրեմ։